Բան Աննա Ծառուկյանի հետ եւ փորձենք հասկանալ ինչի մասին էր։ Տիկին Ծառուկյան, չնայած միջնորդեցիք, որպեսզի դատական նիստը հետաձգվի, նյութերին ծանոթանաք, բայց այնուամենայնիվ մոտավոր պատկերացում կա ինչի մասին է եւ ինչ է պահանջվում պարոն Իսագուլյան։ Բնականաբար պատկերացում կա, որովհետեւ ին վերաքննիչ բողոքն է բավարարվել։ Օրակարգը չի փոխվել, նույն դրվագի շուրջ մշտապես եղել ենք քրեական դատարանում, վարչական դատարանում, հիմա նորից քաղաքացիական դատարանում, նախկինում քաղաքացիական դատարանում, շուտով տիեզերքում, հետո ներքևում, նույն դրվագի մասին է խոսքը։ Այսինքն, այս մարդը կրակն է անգել, իրողություն է բացահայտել, որը մի դատարան ասում է հանցակազմ է իր մեջ պարունակում, ստեղ ասում են ոչ մի հանցակազմի մասին չի, այլ քաղաքացիա իրավական վեճ է։ Ավելին, գնում են ինչ-որ Իսագուլյանի դեմ են հայց ներկայացնում, բայց չգիտես ինչի Իսագուլյանի ղեյով, անգիր, ղ, Իսագուլյանի գույքերն է ըստ էության դրվում կալանքի տակ։ Այսինքն քիչա ազատությունն են սահմանափակում, քիչա պատիվն են գետնով տալիս ըստ իրենց քաղաքական։ Այդ թվում նաև թույլ չեն տալի, որ ամբողջ ընտանիքով գույքերից օգտվեն։ Սա Հայաստանի Հանրապետության մեր օրեր իրավական դաշտ, ժողովրդավարության բաստիոն։ Նույնն է։ Կարող էր պարոն Իսագուլյանը չներկայանալ դատական նիստին, ասելով, որ ինքը Իսագուլյան է, ոչ թե Իսագուլյան։ Մենք հենց դրա համար ներկայացել ենք, որ ասենք մենք Իսագուլյանը չենք։ Տեսեք, սենց մի հատ իրավական վեճ կա, որը Հայաստանի Հանրապետությունում պիտի լուծում գտնի։ Իրավական վեճը հետևյալի մասին է։ Եթե դուք հայց եք ներկայացնում մեկ տառասխալի մասին է, այսինքն առարկան է պարունակում տառասխալ, դա վրիպակի մասին չի, դա հայցի առարկայի հիմքը այդպիսին ձեր որպես հայցվոր տնօրինչական իրավունքից օգտվելու խնդիրն է, ոչ դատարանը, ոչ մենք, հայցի առարկան չենք կարող ընդունել։ Մենք ընդունում ենք, որ այս գործով սուբյեկտ ենք հանդիսանում, պատասխանով, որտեղ դուք եք խաղի մեջ մեզ գցել, դուք ստիպել եք մեզ, որ այս շախմատային քայլի մեջ մենք կանգնենք ինչ-որ մի կողմում, բայց հայցի առարկան չենք կարող ընդունել։ Եկեք կամ ձեր հայցի առարկան փոխեք, հարգելի հայցվոր կողմ, կամ թող մերժվի գնա, որտեղ նա վերաբերելի չի մեզ։ Այս իրավական հարցը միանշանակ պետքա լուծում ստանա, որովհետև եթե նկատեցիք դատարանը նույնպես ասում է, որ սենց խնդիր կա Հայաստանի օրենսդրական դաշտում։